Հոր եւ Որդու եւ Օգնի Սրբո ամեն։ Դերներ երեք օր առաջ հինգշաբթի օրը համբարձման տոնն էր։ Մենք ավանդություն ունենք, ըստ որը կապված է Գրիգոր Լուսավորչի հետ, որը խորվիրապի խոսում էր գտնվում, եւ ասում է հրեշտակը, որ մշտապես իրեն այցելում էր, բացակայում է մի օր։ Եվ հաջորդ օրը Գրիգոր Լուսավորիչը հարցում է բացակայության պատճառը, նա պատասխանում է, որ երկնքում այդ օրը նշվում է Քրիստոսի փառավոր մուտքը Բերի Երուսաղեմ կամ երկինք։ Եվ իրենց ուրեմն 9 դաս են հրեշտակների 4-րդ դասի օրը նշելու։ 4-րդ դասն է տոնախմբում։ Հինգշաբթի օրը առաջի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի 4 դասի օրն է։ Հետաքրքիր ավանդություն է, ավանդված մեզ այս պատմությունը եւ կոչվում է նաեւ երկրորդ ծաղկազարդ, առաջին ծաղկազարդով Քրիստոս մուտք գործեց երկրային Երուսաղեմ, երկրորդ ծաղկազարդը երկնային Երուսաղեմ ենք ասում ենք նաեւ։ Այսօրվա ավետարանական պատումները ամբողջը կրկնվում են ուրեմն Քրիստոսի աշխարհային մուտքը Երուսաղեմ։ Բայց մենք մի փոքր առաջ գնանք, ինչ եղավ այս ընթացքում Քրիստոս երբ որ հարություն առավ, բայց մինչև հարություն առնելը հիշեք, ասում է իջավ դժոխք եւ քարոզեց բոլորին, Ադամից սկսած բոլոր մարդկանց քարոզեց, մանրամասները չի այդպես, դա մինչև հարություն առնել է այդ երկու օրվա ընթացքում։ Այնուհետև երևացից առաքյալներին, աշակերտներին 40 օր հետո արդեն համբարձվեց։ Երբ որ առաքյալների հետ խոսում էր, կամաց ինքը բարձրացավ երկինք եւ ամպը ծածկեց նրան։ Հիմա իր մուտքը երկինք, մեզ ինչ է խոստացել, որ կգնամ եւ ձեր համար եւս տեղ կպատրաստեմ։ Երկինքը նաև կարևոր է նրանով, ասեմ ձեզ ոչ միայն երկինք, այլև երկինքներ, որտեղ տարբեր երկինքներ կան։ Առաքյալը Պողոս ասում է հափշտակվեցին մինչև երրորդ երկինք, այսինքն տարբերություններ կան երկինքների։ Սրանք թեկուզ ասեմ, խորը ասեմ, հոգևոր կամ ավելի դժվար ընկալելի է մեր համար երկինքի մասին ընդհանրապես խոսելը, որտեղ մենք փորձառություն չունենք, մենք չենք տեսել երկինքը եւ չենք կարող գաղափար կազմել եւ ամեն ինչ չէ, որ մեզ տրված է հիմա իմանալու։ Մենք երբ որ ժամանակը գա, ավելի շատ բաներ կիմանանք մենք։ Բայց ուզում եմ անդրադառնալ այսօր այն հատվածին, որ ամեն Կիրակի դուք լսում եք։ Համբարձեք իշխանս դրունս ձերի վեր, համբարձին դրունք հավիտենից և մտցե թագավոր փառած։ Սա բոլորիս ծանոթ է, չէ։ Այսօր ևս լսեցինք։ Շատ լավ։ Սա Դավթի Սաղմոսն է, Դավիթ թագավորն է գրել։ Եվ ուզում եմ այդ Սաղմոսը ընթերցել, դա 23-րդ Սաղմոսն է 8-րդ համարից։ Բայց ուզում եմ առաջի համարից ընթերցել։ Դավթի կիրակնօրյա Սաղմոսը, կիրակնօրյա շաբաթվա առաջի օրն է։ Յանշաբթի, երկուշաբթի գիտեք, այն ժամանակ դեռևս Քրիստոս աշխարհ չի եկել։ Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով։ Սա փառաբանություն է։ Սա ենթադրում է, որ Դավիթ այս Սաղմոսը գրել է Երուսաղեմի տաճարի համար, երբ որ ուխտի տապանակը, որի մեջ իրենց գլխավոր սրբություններն էին, Ահարոնի գավազանն էր, տասնապանյա քարե տախտակները եւ սափոր լի
մանանայով, որը հիմա կորած է, որը որ պիտի գտնվի ժամանակը և ուրիշ սրբություններ ևս։ Երբ որ մուտք են գործում քաղաք, հստակ չէ, Երուսաղեմ քաղաքի մասին է խոսքը, թե տաճարի տարածք, դռները ցածր էին իրենց կառուցված։ Հիմա այլ տեղեր կա, որ կարող ենք մենք նաև տեսնել, որ դռները փոքրացվել են կամ մեծացվել են, հետքերը երևում են։ Ուրեմն դռները հատուկ նպատակային ցածր էին արվում, նաև որ ամեն մարդ չմտնի, կենդանիների վրա հեծած մարդիկ չմտնեն այդ տարածք։ Բայց նաև կային դռներ, որոնք որ ունեին վերնամաս, այդ դռները քաշում էին վերև։ Ոնց որ կողք են բացում, իմաստն էլ վերև էր բարձրացվում, որպեսզի ազատ ելումուտք արվեր, որտեղ ուխտի տապանակը պիտի մուտք գործեր, մարդիկ բռնած պիտի բերեին և նրա վրա հրեշտակների արձաններ կային դեմ դիմաց կանգնած, որպես իրանք հեշտությամբ անցնեին և նաև պատիվ է, երբ որ արքան է գալիս, դրա համար բացում են դռները, իրեն ամբողջ չափով մեծությամբ պիտի բացվեր։ Եվ սա այն Սաղմոսն է, որ Դավիթը գրել է, որ ժողովուրդը կամ քանայական դաս այս Սաղմոսը երգելով պիտի մոտենար այդ դռանը։ Դրա համար փառաբանություն է սկսվում, որ Տիրոջն է երգիր իր ամբողջությամբ, աշխարհ իր բոլոր բնակիչներով։ Նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրա և գետերի վրա հաստատեց նրանց։ Ես թե ծովի վրա գցել անկար չպատկերացնեմ, ծովի վրա ցամաք է կառուցել։ Երկիրը անձևեր, ջուր և այլն, հետագայում է, որ ցամաք առաջացավ։ Եվ աշխարհի կարծեմ 21% ցամաք է, մնացածը ջուր է ամբողջ, մեծամասամբ ջուրն է, օվկիանոս։ Ով կբարձրանա Տիրոջ լեռը, կամ ով կկանգնի նրա սրբավայրում, սա հարց է տալիս, ով պիտի բարձրանա Տիրոջ լեռը կամ Տիրոջ սրբավայրում։ Տիրոջ լեռը Սիոնն է, սրբավայրը տաճարի մասին է խոսքը, նաև Սիոնը իհարկե։ Նա երբ պատասխան է տալիս, նա ով մաքուր ձեռքեր, անբիծ սիրտ ունի, ով հանձն չի առել ունայնություն, ունենգությամբ չի երդվել իր ընկերոջը, ով ճշմարիտ մաքուր է ապրել։ Մաքուր մարդը պիտի բարձրանա այնտեղ։ Եվ ավելացնում են, նա է, որ օրհնություն կստանա Տիրոջից և ողորմություն իր փրկարար Աստծուց։ Հիմա տեսեք, Սաղմոս 2-ն ներկայացնում է, Դավիթը ներկայացնում է, արդար մաքուր մարդ իրավունք ունի գնալու այդ սրբավայրը։ Բայց մենք գիտենք, որ Քրիստոսի մասին օրինակներով, բազմապիսի օրինակներով խոսվում է 5 կտակարանում։ Օրինակ չի ասվում Քրիստոս, ասում է Աստծո խոսքը։ Աստծո խոսքը Քրիստոսն է, մենք արդեն գիտենք։ Հիմա շարունակության մեջ կտեսնենք ավելի կհաստատվի իմ ասածը, երբ ասում է բացեք դռները փառքի արքան թողա։ Այն ժամանակ, որ ինքը գրվել է այդ փառքի արքան, դա վերաբերում է Քրիստոսին։ Երբ մարդկանց են ինչ-որ իմաստով ես առաջի հատվածները վերաբերում, և Քրիստոսին է վերաբերում, և նաև մեզ էլ է վերաբերում։ Քրիստոսին կարծես թե որպես մարգարեություն է վերաբերում, մեզ որպես դաս։ Դավիթ թագավորը որ գրել է, և գրել է մարդկանց համար մաքուր սրտով մոտենան Տիրոջ տանը ու փառաբանեն Տիրոջը։ Տեսակ սերունդը մաքուր սերունդն է, սա մեզ է վերաբերում, որ եթե Աստծուն ենք փնտրում, պետք է մաքուր լինենք, որ Աստծուն փնտրենք։ Ու այստեղ սկսում է համբարձեք իշխան զրումս ձերի վեր, վեր քաշեցեք իշխաններ, դռները ձեր թող բացվեն հավիտենական դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները և փառքի արքան թող ներս մտնի, վեր քաշեք։
բացեք դռները, հավիտենական դռները, տեսեք հին աշխարհում ընդունված եղել, մետաղյա դռներին ասել են հավիտենական դռներ, ամուր դռներ, երկաթյա ծանր դռները համարվել, այդպես կոչել են, բայց նաև երկրորդական իմաստով հավիտենական դռները, ես ուզում եմ որ գնանք առաջի դար, ներողություն, առաջի դար չէ, առաջի գիրք, Աստվածաշնչի 3-րդ գլխում, կարծեմ, հիշում եք, երբ Ադամն ու Եվան դուրս եկան, դուրս արվեցին, լավ այսպես ասեմ, դրախտից։ Ինչ արվեց հետո, հիշեք, ուզում եմ այդ հատվածը գտնել հիմա։ Դրախտից վրդվեցին, չէ՞ այսպես կարելի ասել, եթե կարելի այսպես ասել, դրախտից, ահա, շատ լավ։ 3-րդ գլուխ 23 համար։ Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերդության դրախտից, որպեսզի մշակի այն հողը, որից ստեղծվել էր։ Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերդության դրախտի դիմաց և հրամայեց քերոբերերին և ոգեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։ Դրախտի դուռը փակված էր։ Հասկացաք ինչի մասին է խոսքը։ Դրախտի դուռը փակվել էր Ադամով։ Եվ սերոբեներն ու քերոբեները պահում էին այդ դուռը։ Այստեղ որ ասում ենք իշխաններ, դռները բացեք դեպի վեր, իշխանները նկատի ունի հրեշտակներին։ Հրեշտակների երկու դասակարգի մասին է խոսքը։ Սերոբեներ և քերոբեներ։ Այդ փակ դռները պիտի բացվեին Քրիստոսով։ Քրիստոսի զոհաբերությամբ, Քրիստոսի արյունով պիտի մաքրվենք, արդեն մուտք գործենք նրա իվերի Երուսաղեմ, և այդ դռների կարծես թե բացման արարողությունն է բոլորիս համար, բայց յուրօրինակ է կերպով, որ այնտեղ այդ հատվածը, ուր որ մուտք է գործում Քրիստոս, այնտեղ հոգիներ կան, հրեշտակներ ևս հոգիներ են սպասարկող, բայց մարմին չի մտել այնտեղ այդ երկինքը, տարբերություն կա, մարմին է մուտք գործում այդ երկինքը, և դրա համար էլ նաև հարցնում են դրսից թափորը կարծես թե ասում է վեր քաշեցեք իշխաներ, դռները ձեր թող բացվեն հավիտենական դռները և փառքի արքան թող ներս մտնի։ Ներսից հարցում են, ով է այս փառքի արքան, կարողությամբ հզոր Տերն է նա։ Պատերազմում զորեղ Տերը։ Նա ինքն է թագավոր փառած և Տեր հզոր զորությամբ ուրող, Տեր կարող է պատերազմում զորեղ Տերը։ Ներկայացրեցին, երկրորդ անգամ ևս հարց է վեր քաշեցեք իշխան դռները ձեր։ Ինչպես որ պատարագի ժամանակ երկու անգամ են, չէ՞ ասում, համբարձեք իշխան դռնուց ձերի վեր։ Չէ՞ որ պատարագը նաև Քրիստոսի կյանքն է խորհրդանշում։ Քահանան, որ իշխնում է աշխարհ գալուց, պտտվել է Քրիստոսի աշխարհային կյանքն է խորհրդանշում, որ իջնում եք եկեք պտտվում, դա Քրիստոսի աշխարհի վրա գտնված 3 տարիներն է խորհրդանշում։ Այդտեղ արդեն Քրիստոսի մուտքը երկինք, այս հատվածը համբարձեք իշխան դռնուց ձերի վեր։ Եվ նույն պատասխանը ով է այս փառքի արքան, զորությունների Տերը։ Նա ինքն է փառքի արքան։
եւ հետո ասում ենք օրհնյալ եկյալ անվախտյալ։ Օրհնյալ է նա, որ գալիս է նաեւ Տիրոջ անունով։ Այս ամեն ինչ որ ասում է, դուք շատ լավ գիտեք, սա ասում է Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ժամանակ, երբ որ Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ, ժողովուրդը օրհնում էին, չէ՞, օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով։ Օրհնություն ի բարձունս, օրհնություն բարձունքներով։ Եվ Քրիստոս մուտք է գործում Երուսաղեմ։ Շատ լավ։ Հիմա պատմություն է, որ մենք այսօր ինչ-որ այսպես աղոտ պատկերացրեցինք, հասկացանք, ոչ ամբողջական, ժամանակը ամբողջական կհասկանանք։ Հիմա մեր համար ինչ, որ դաս սրանից։ Քրիստոսի մուտքը նաև մեր հոգին է։ Հայտնության գրքի մեջ Քրիստոս ասում է, ահա կանգնած եմ դռան առաջ եւ հագում եմ։ Ով դուռը բացի ներս կգա։ Մեր համար է ասում։ Որ մենք թույլ տանք, որ Քրիստոս գա մեր մեջ։ Ինչպես ուխտի տապանակը տաճարի մեջ ուխտի տապանակի ներկայությունը, ինչպես Քրիստոս Երուսաղեմում ու նաև Քրիստոս Վերի Երուսաղեմ, Քրիստոս նաև մեր մեջ, չէ՞ որ մենք էլ ենք տաճար։ Մենք շարժում տաճարներ ենք, մենք ապրող շնչող կենդանի տաճարներ ենք։ Դրա համար կոչվում է կենդանի տաճարներ ենք։ Մենք թույլ տանք, որ Քրիստոս նաև մեր մեջ գա։ Եվ ինչ պիասենք, օրհնյալ է նա, որ գալիս է մեր մեջ։ Օրհնյալ է, որ պիտի գա։ Եվ մենք պիտի խնդրենք, որ Աստված գա մեր մեջ։ Մեր սրտում, մեր հոգում բնակի, որտեղ դա Տիրոջ տեղն է, Աստծո տեղն է, Քրիստոսի տեղն է, Սուրբ Հոգու տեղն է, Աստծո Հոգու տեղն է, որ պիտի գա առաջնորդի։ Մենք պիտի օգտվենք այդ օրհնությունից, այդ օգնությունից։ Ասենք տեր, արի և առաջնորդ։ Արի ոչ թե հյուր, այլ արի բնակի։ Որ ասում ենք հոգի քո առաջնորդես է, հոգի քո բարի առաջնորդես է ինձ երկիր ուղի։ Քո բարի հոգին թող առաջնորդ է ինձ դեպի ճշմարիտ երկիր։ Քո բարի հոգին։ Կամ դու, կամ հոգին, կամ Աստծո հոգին, կամ Քրիստոսի հոգին, կամ Սուրբ հոգին, նշանակություն չունի։ Եվ ուզում եմ, որ այսօր իմ խոսքը ավարտեմ, ներսե շնորհալին աղոտ ունի, չէ՞, 24 աղոտներ, իրար հետևից գնացող 24 աղոտներ են։ Իշտ է։ Շատ լավ։ Ոչում է այո, հավատով Խոստովանի 16-րդ տունը։ Ընթերցեմ դեր համար։ Աստված իմ, որ բանասս ձեռն քո, և որ դու բացում ես քո ձեռքերը, և լնուս ամենայն արածս, որունքյան քով, և լցվում ես տալիս իմաստուն, բոլոր արածներին քո ողորմությամբ լցվում ես, ողորմություն ես լցվում, տալիս ես ողորմություններ, քեզ հանձն առնեմ զանձնիմ, քեզ հանձն առնեմ, քեզ հանձնում եմ իմ անձը, դու հոգա և պատրաստյա, ըսպետս հոգվո և մարմնոյի մոհ հայս մետը միջև հավիտյան, դու հոգա և պատրաստի իմ հոգու և մարմնի պետքերը, միջև հավիտյան, այս օրվանից սկսած, և ողորմիրից բազմամերից, քո արածներից ամենամեղավորից։ Մենք շատ ժամանակ
կարդալով ուշադրի չենք լինում, ուղղակի աղոթքը ասում ենք ու անցնում ենք։ Այս անգամ ուղղակի ուշադրություն դարձնենք Նորալին հայրապետը ևս ոչ միայն իր, այլ նաև բոլորիս համար է գրել այս աղոթքը, որ կարդանք և խնդրենք Աստծուն, որ Աստված մեր մեջ բնակվի և ինքը հոգա և ինքը առաջնորդի մեզ։ Բայց շատ փոքրիկ գաղտնիք էլ ասեմ ձեզ։ Երբեմն մտածում ենք, որ Աստված միայն պիտի գա մեզ առաջնորդի, այո, պիտի առաջնորդի։ Մենք էլ այսպես ոնց ասեմ, ուղղակի ոչինչ չենք անում, չէ, մենք էլ չի պիտի գործադրենք, բայց Քրիստոսով ամեն ինչ հեշտ է։ Տեսեք այդ հատվածը, որ կա ասում է, ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, դուռը ծեծում եմ։ Եթե մեկ ականջ դնիմ ձայնի և բաց անի դուռը կմտնեմ նրա մոտ, կընտրեմ նրա հետ և նա ինձ հետ։ Եվ հետաքրքիր մի բան էլ է ավելացնում, սա ասեմ ու ավարտեմ, ասում է, ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպես որ ես հաղթեցի և նստեցի իմ հորաթոռին, ով հաղթի։ Նաև չի պիտի գործադրենք, կամ պիտի ցուցաբերենք, ճգնելով հասնել նաև մեր փրկությանը կամ այն ամեն ինչը, որ հաճելի է և Աստծուն և օգտակար է մեզ։ Այնպես որ հանկարծ ծայրահեղության չգնանք, մտածելով միայն, այո, Քրիստոսով ամեն ինչ հեշտ է, իրոք հեշտ է, մի քիչ էլ մենք պիտի չարչարվենք, ոնց որ մենք մեր երեխաների հետ, մենք անում ենք ամեն ինչ երեխայի համար, բայց ուզում ենք, որ երեխան էլ անի, եթե չանի մենք էլ կանենք, բայց ճիշտ է, որ երեխան էլ անի, որպես ինքը ևս գնահատի, որ ջրի բերածը ջուրը չտանի, որտեղ մարդը կյանքում գնահատում է միայն այն, ինչը որ չարչարանքով է ձեռք բերվում, ինչը որ չարչարանքով չէ, ինքը չի գնահատում, եթե դրա համար չի տքնել, չի չարչարվել, նույն բան Ադամն ու Եվան, պիտի դուրս գային դրախտից, թե ոչ, պիտի դուրս գային, դրա համար ասես քո քրտինքով, որպես ինքը գնահատի, արզ է, Աստված զորացնի յուրաքանչյուրից, թող օրհնի և իմաստություն տա։ Երբ դու մեզ համարձակազային բարբարով բանալս վերահսվել, կարդալս քեզ երկնավոր Հայր երգել և ասել։